հիմա մի հատ էլ բան անում, երեք ասում եմ ԲՀԿ-ի ղեկավարի տղեն կրակել է, հետո փախել է Հայաստանից, հետ էլ կարակ ասեք ինչի է փախել, այո, որովհետև մինչև հիմա մաֆիոզ դրսևորումներ կան, և ում բռնում ենք, մենք պատժում ենք շատ խիստ ձևով, շատ խիստ ձև, հիմա էլ ասում է բանը, ասում է դե հունիսի 7-ից կգա, ասում է մեզ ձայն տվեք, մենք ուզում ենք բանի քաղաքացիական պայմանագրի բանը իշխանությունից հեռացնենք, ասում է տղես հունիսի 7-ից կգա, այո կգա, որ շարունակի Աբովյանում կրակել, որ գա, որ Կոտայքում կրակել, Երևանում կրակել, Արագածոտնում կրակել, նրանց ուզածը էդ է, իրանք ասում եմ Ղարաբաղ, ինքան Ղարաբաղ են ասում եմ տո լսեք, ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը Ղարաբաղում մի փամփուշտ կրակել, չէ, չի կրակել, բայց դուք մագազիններ եք դատարկել Երևանում, Աբովյանում, Բալահովիտում, նրանց խնդիրն են, որ Երևանն ու Հայաստանի Հանրապետությունը դարձնեն մաֆիայի մարտադաշտ այն դեպքերում, երբ որ դիմադրություն կլինի, իսկ հիմնականում նրանց հույսն են, որ դիմադրություն չի լինելու, եւ ես էլի ասում եմ, սա ժողովրդի իշխանության ունենալու և չունենալու մասին է, Հայաստանում այսօր կան բազմաթիվ պրոբլեմներ, բայց Հայաստանում այսօր կան բազմաթիվ լուծված պրոբլեմներ, մենակ թոշակի մասին ես որ ասում եմ, այդ դարակազմիկ հարց է, որ մենք լուծել ենք, առողջության ապահովագրություն, ամենակարևոր հարցն է, մենք շատ շնորհակալ ենք